Սիրելի հայրենակիցներ, դիմում ենք ձեզ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքից։ Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր Facebook-ի պաշտոնական էջում մի շարք հայտարարություններ թույլ տվեց հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին։ Ընդ որում այդ հայտարարությունները եւ վիրավորական բնույթ ունեին, եւ բացի դրանից անմիջականորեն միջամտում էին հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու գործերին։ Այդ կապակցությամբ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անունից լիազորված ենք հայտարարելու հետևյալը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը երաշխավորում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում այդ ազատությունը երաշխավորում է պետության կողմից եւ պետությունը որևէ կերպ իրավունք չունի միջամտել նրանց ներքին գործերից։ Ի հավելումն դրան, մեր Սահմանադրության 18-րդ կետը բացառիկ կարգավիճակ է շնորհում հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցուն, որպես մեր ինքնության հենասյուն։ Հավելելով ասենք նաև, որ մեր Սահմանադրության 6-րդ հոդվածը նաև նախատեսում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձիկ իրավունք չունեն կատարել այնպիսի գործողություններ, որոնք չեն բխում նրանց լիազորություններից։ Եվ եթե նրանք կատարում են այդպիսի գործողություններ, որոնք չեն բխում նրանց լիազորություններից, ապա դա համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը։ Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը նախատեսում է խիստ քրեական պատիժ 10-ից մինչև 15 տարվա ազատազրկում այն պաշտոնատար եւ ոչ միայն պաշտոնատար անձանց համար, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածների առաջի կետերը կամ էլ 7-րդ հոդվածը։ Այսինքն 6-րդ հոդվածի առաջի կետի խախտումը համարվում է սահմանադրական կարգի տապալմանը ուղղված գործողություն, եւ որը նախատեսում է, ինչպես արդեն ասացի, խիստ քրեական պատիժ մեր քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով։ Այս կապակցությամբ ցանկանում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վերթապետյանի ուշադրությունը հրավիրել այն գործողությունների վրա, որոնք մեր տեսանկյունից համարժեք են հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերի մեջ պետության միջամտության, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր պաշտոնով արդեն ի պաշտոն է ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Սահմանադրությունը երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի միջամտում եկեղեցու եւ այլ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին։ Ուստի խնդրում ենք ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին, նախաձեռնել քրեական գործ քննելու Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գրառումների եւ հայտարարությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը քրեական օրենսգրքի 420 հոդվածի նախատեսվող սանկցիաներին եւ պատժամիջոցներին։ Մեր կողմից պատրաստ ենք տրամադրել հավելյալ փաստեր եւ մեր կողմից պատրաստ ենք հետեւողականորեն պաշտպանել եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության օրենքները եւ նաեւ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ոչ միայն քաղաքացիներ, այլև նրա հավատացյալներ եւ հոտի խոնար անդամներ։ Շնորհակալություն։